Ուրախ տրամադրություն, հաճելի ժամանց, երգ ու պար։ Սևան Festival City-ի տարածքում անցկացվեց Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը։ Մեկ հարթակում միավորելով երիտասարդ երաժիշտներին, կենդանի երաժշտության սիրահարներին եւ ոլորտի ներկայացուցիչներին։ Չնայած մրցույթային համերգ փառատոնը մեկնարկել է երեկոյան, սակայն հաճելի եռուզեռը սկսվեց առավոտից։ Այցելուները շրջում էին տարածքում գործող տոնավաճառում, նաեւ ծանոթանում իրենց սիրելի երաժշտական խմբերին։ Քաղաքացիները եւ մասնավորապես երիտասարդները, որոնք անհամբերությամբ էին սպասում Վարչաֆեստի համերգային ծրագրին, նկատեցին, որ նման միջոցառումները ոչ միայն նպաստում են երիտասարդ տաղանդների բացահայտմանը, այլ բարենպաստ միջավայր ստեղծում զբոսաշրջության համար։ Նման փառատոնների կարիքը Հայաստանը շատ ունի, ընդգծում էին քաղաքացիները։ Սա հրաշալի նախագիծ է, որը կազմակերպվել է վարչապետի կողմից եւ նաեւ կառավարության, նաեւ ԿԳՄՍ-ի կողմից, քանի որ երիտասարդների ներգրավություն նման հետաքրքիր ժամանցի միջոցառումներին ել ավելի պետք է շատացվեն ու ավելի հաճախականությունը պետք է մեծացվի, կտրվել առօրյայից փորձել ժամանակը ինչ-որ հետաքրքիր ձևով անցկացնել, հրաշալի գաղափար է։ Կարծում եմ ավելի մեծ հնարավորություն է տրվում երիտասարդներին ավելի մոտիկից ծանոթանալ մեր կազմակերպած ցանկացած գործունեությանը, ավելի այսքան ժողովրդին ավելի մոտիվացնել, ավելի ուրախ առիթներ ստեղծել, որպեսզի ժողովուրդը զգա, որ մեր երկիրը օրորի ավելի է ծաղկում, մենք խինդուց ծաղով լի ենք։ Ամեն տարի որ սենց բաներ լինեն, ու համախմբում այն թվում է երիտասարդներին, հետո գոնե մի պահ կտրվում են իրանց առօրյայից, կոնկրետ մեկը ես։ Նման միջոցառումները շատ մեծ նշանակություն ունեն երիտասարդների համար, որովհետև կարծես թե հնարավորություն է սենց համախմբվելու, որոշակի կարծիքներ, տպավորություններ փոխանակելու ու միանշանակ եթե հաշվի առնենք, որ մինչև սեպտեմբերն է, կարելի է սենց ասել նախակրթական որոշակի լիցքաթափվելու տեղ է։ Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն ուրախությամբ փաստում է, որ Վարչաֆեստը կարող է լինել այն հարթակը, որը հնարավորություն կտա դպրոցի տաղանդավոր սաներին իրենց աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել հանրությանը։ Այսպիսի միջոցառումները երբեմն ավելի հետաքրքիր ու ավելի հարմար են անցկացնում, երեխաների աշխատանքներն ավելի ճանաչված են դառնում։ Գեղարվեստի նույն դպրոցի սաներից Զորա Թովմասյանն էլ կարծում է, որ առհասարակ յուրաքանչյուր ֆեստիվալ, որը տեղի է ունենում մայրաքաղաքից դուրս, հնարավորությունների մեծ դուռ է բացում մարզերի երիտասարդների համար։ Նման միջոցառումները, նման փառատոները կարևոր են եւ ոգեշնչող երիտասարդներին, քանզի նրանք ներկայացնում են իրենց աշխատանքը արդեն լայն հասարակության։ Վարչաֆեստ 2026-ի նպատակն է բացահայտել, խրախուսել եւ աջակցել Հայաստանի երիտասարդ խմբերին, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական գործակցության եւ մասնագիտական աճի նոր հնարավորություններ։ Վարչաֆեստ 2026-ի եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերի մասնակիցները նշում են, որ մեծ ծիրով ու պատասխանատվությամբ են մոտեցել եզրափակիչ միջոցառմանը։ Հավելում, թե չնայած ցանկությունը մեծ է զբաղեցնելու պատվավոր հորիզոնականներ դառնալու հաղթող, սակայն ուղղակի մասնակցությունն արդեն հիանալի հնարավորություն է ցածկահարթակ հետագա գործունեության համար։ Հիմնական ոճը ֆոլք ռոք ժանրում ենք մենք նվագում եւ հիմնականում նվագում ենք հենց մեր մարզից, Գեղարքունիքի մարզից հավաքագրված երգեր, որոնք որ գրեթե ոչ ոք չի լսել։ Եկանք հասանք այն մտքին, որ այո, ուզում ենք մասնակցել, որտեղ հասկացանք, որ բոլորի ցանկությունը շատ է ու ինչու ոչ, նաև մրցանակային ֆոնդ է, որովհետև հասկացանք, որ մենք ուզում ենք ունենալ տեխնիկա, ձայնագրման ու այդ մեզ ոգեշնչեց նաև, որ առաջ գնալու համար ինչ-որ կետ է, էլի։ Արդեն ունենք 6 ամսվա փորձ, 6 ամսվա պատմություն, կոնկրետ ոճեր չունենք, ունենք մշակումներ, որոնք տարբեր ոճերում, տարբեր հոգեվիճակներում, տարբեր ձևով ներկայացնում են երաժշտությունը։ Վարչաֆեստ 2026-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված 100 խմբեր։ Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին։ Լսումների արդյունքներով նախընտրվել են 50 լավագույն խմբերը, ապա եզրափակիչ փուլ են անցել դրանցից 20-ը։ Վարչաֆեստ 2026-ի ժյուրիի անդամ երաժիշտ Վահագն Հայրապետյանի խոսքով նման միջոցառումների շնորհիվ է, որ բացահայտվում է մեր երիտասարդների ներուժն ու տաղանդը, այն մշակութային առումով նոր շունչ կարող է հաղորդել ոլորտին։ Հետաքրքիր խմբեր կային, շատ հետաքրքիր խմբեր ու նաև կար շատ հետաքրքիր երաժշտություն, նոր մեկնաբանություններ,
Կային խմբեր, որոնք ցավոք սրտի չանցան, լավ խմբեր էին, բայց չանցան, որովհետև որոշ խմբերի մոտ տարիքային անհամատեղություն կար։ Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 10 միլիոն դրամ նախատեսված գլխավոր առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրների համար, համապատասխանաբար 4, 3, 2 եւ 1 միլիոնական դրամ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փաստեց, որ մրցութային փուլին ժյուրին լսել է ավելի քան 1000 կատարողի։ Պաշտոնյան հավաստիացրեց, որ այն խմբերը, որոնք արդեն իսկ անցել են եզրափակիչ փուլ, գտնվում են պետության ուշադրության ներքո։ Վարչաֆեստ 2026-ի մրցութային բոլոր 20 խմբերի կատարումները լսելուց հետո պրոֆեսիոնալ ժյուրին եւ հանդիսատեսը իրենց քվեարկությամբ որոշել են գլխավոր հաղթողին եւ մրցանակակիրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մտադրություն ունեն փառատոնը վերածել ամենամյա հրաշալի միջոցառման որոշակի փոփոխություններով։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին։ Քվեարկության ավարտից հետո պարզ են դարձել գլխավոր մրցանակակիրն ու մյուս հաղթողները։ Ֆոլկաստիկ խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, Նուշ բենդը երկրորդ, Դոֆամին բենդը առաջին, իսկ ահա գլխավոր մրցանակին արժանացավ Red Line խումբը։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ շքեղ հրավառություն, որն էլ ազդարարեց Վարչաֆեստ 2026-ի ավարտը։